Մակրոնը սեմճկայի նման պատվո լեգիոնի շքանշաններ էր բաժանում։ Իհարկե ես ուզում եմ հիշեցնել, որ այդքան մի ուրախացեք այդ պատվո լեգիոնի շքանշաններով, որտեղ օրինակ կար այսպիսի մի նախագահ, ուրեմն Միջին Աֆրիկյան պետության նախագահ Ժան Բեդել, ուրեմն Բոկասան, որը եւս Ֆրանսիայի կողմից ստացել էր Նապոլեոնի հիմնած մրցանակը, որում ասես տվեցին, եւ երբ որ Բոկասան 1979 թվականին պաշտոնանկ եղավ, դատավարության ընթացքում պարզվեց, որ նա Հաննիբալ է, մարդակերա եւ իր բոլոր քաղաքական ընդդիմախոսներից շատերին առևանգել կերելա, նրանց մարմնամասելներ հայտնաբերեցին Բոկասայի սաղնարանում, այնպես որ այո, Նապոլեոնի հիմնած այդ իսկապես արժանի մրցանակը Մակրոնը, ով իդեպ իր երկրում ունի ընդամենը 11% վարկանիշ, այտենց պլինդուզային վարկանիշ Ֆրանսիայի պատմության ընթացքում մեկ էլ ունեցել է Ֆրանսուଆ Օլանդը, եկել ստեղ արևածաղիկի նման սենց պատվո լեգիոնի շքանշան էր բաժանում, Բաղրամյան չգիտեմ որտեղում էլ մի հատ մեկը կա նստած, հա, հարգելի հայրենակիցներ, տենց մեկը կա, որի անունը Վահագն Խաչատուրյանն է, վստահ եմ չգիտեք ով է, բայց սահմանադրությամբ ՀՀ նախագահն է, մի հատ էլ այդ սեմճկից իրան տվեցին։